Եվ վերջի վերջո հենց այս կառավարությունը հենց այդ մարդիկ են, որ ուսուցիչների աշխատավարձներն են բարձրացնում եւ բարձրացրել են եւ այսօր ուսուցիչներ եւ զինվորականներ կան, որոնք որ շատ ավելի շատ են ստանում, քան օրինակ падգամավորները։ Բարձրացրել են այդ նույն տատիկ պապիկների թոշակները։ Այնպես տպավորություն է, դուք այնց ձևով եք ներկայացնում, որ 5-6-7 տարի է անցել, որևիցե բան չի բարձրացել, մեկ է այդպես այս չինովնիկները վերցրեցին, իրենց աշխատավարձները բարձրացրեցին։ Ես անցյալ անգամ եմ ասել, դուք չկայք, հիմա նորից եմ ասում։ Ֆիքսեք, падգամավորի աշխատավարձը պայմանականորեն 1 միլիոն դրամ է, թե ինքը 500,000 դրամը կստանա ամեն ամիս, այն մյուս 500,000 դրամը կհավաքվի տարվա վերջում միանգամից կստանա, կտոր կստանա, դա իր աշխատավարձի մասն է։ Անունը կլինի պարգևավճար, անունը կլինի, չգիտեմ, մի այլ բան, դա իր աշխատավարձի մի մասն է։ Այլ հարց է, որ դուք շատ հաջող կալկուլյացիա եք անում, կարողանում եք վերցնել, ենթադրենք մի տարվա 700 հոգու աշխատավարձը գումարեք իրար, վերածեք դա դոլարի, ասել աստղաբան, ինչ ասեց, ազատության Կարլենը։ Բայց աստղաբաշխականքը վերել։ Իսկ դուք գիտեք ազատությունը ինչքան են ստանում լրագրողները։ Աստղաբաշխական գումարներ։ Հարգելիս, Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ այլ երկրի կամ այլ կազմակերպության բյուջեից են ստանում։ Ես կրկնում եմ։ Հանրային միջոցների, պարոն Սիմոնյան, հանրային միջոցների։ Դու այն մնացածը, որ սրանից առաջ խոսում էի, մենք չէինք լսում։ Ուրեմն ֆիքսեք, պաշտոնյայի աշխատավարձը այդքան է։ Բանկի աշխատավարձը, բանկի օրենքով չենք ֆիքսում, որովհետև խնդիր կա, կանենք։ Դրա համար վարչապետը նաև ասաց, որ սա միջանկյալ լուծում է։ Ֆիքսեք, աշխատավարձը այդքան է։ Ասում եմ, եթե այդքան ջանասիրաբար ձեզ այդ ամեն ինչը անհանգստացնում է, վերջի վերջո հայտարարություններ եք անում լրագրողներով, լրագրողական ինչ-որ կազմակերպություններով, հարգելիներս, սկսեք ձեր թափանցիկությունից։ Մենք թափանցիկ ենք, առնվազն դուք մեզ քննադատում եք, մենք ինչ-որ ձևով բան ենք անում, նա ձեր թափանցիկությունից սկսեք։ Շատ լրագրողների մասին էլ կան դրանք։ Ես իրան եմ խոսում, իր հարցերին պատասխանում, հետո ձեր հարցերին կպատասխանեմ։ Պարոն Սիմոնյան, հիշեք։ ՕԳԳ պետք է ունենա կառավարությունը, որպեսզի այդքան Իսկ ով որոշել, ով ասել, ով է ձեզ տվել դուք այդ ՕԳԳ-ն դասեք։ Դուք որպես քաղաքացի կեցաք այդ ՕԳԳ-ից ելնելով կքվեարկեք Քոչարյանի ՕԳԳ-ին, Սերժ Սարգսյանի ՕԳԳ-ին, մարդել կլինի կգնա Նիկոլ Փաշինյանի ՕԳԳ-ին կքննարկի։ Մխենք մենք դա քննարկենք։ Տեսեք, Նազելի Բաղդասարյանը դուք էլ քիչ առաջ վկայակոչեցիք խաղաղություն բերելու փաստարկը, որ խաղաղություն եք բերել եւ այլն, ու դա համարում եք արդյունավետություն, որի համար կարելի է պարգևատրվել։ Չէ, ես այդպես բան չեմ ասում։ Նազելի Բաղդասարյանն ասել է։ Ես Նազելի Բաղդասարյանը չեմ։ Ես Նազելի Բաղդասարյանի խոսնակը չեմ նույնիսկ։ Դե ասեք ինչի համար պիտի պարգևատրվի ես դուք չեք լսում, երբ որ ես խոսում։ Հասվեք աշխատավարձը։ Չէ, մի րոպե։ Դուք չեք լսում, որ խոսում եմ։ Լսում եմ շատ ու շատ։ Մարդիկ ստանում են, ուրեմն լսեք, աշխատավարձը 1 միլիոն դրամ է, թե ինքը 500-ը կստանա ամսվա սկզբին, մնացածը կհավաքվի կստանա տարվա վերջում, որի անունը կդնենք պարգևավճար, այդ մարդու աշխատավարձն է այդքան, որևիցե դա պարգևատրել բառից է կարճել, բայց ես ասում եմ, կրկնում եմ, դա ձևակերպումն է, դա այդ մարդու աշխատավարձն է, մինչև հենց նոր ձեր գործընկերոջը պատասխանեցի, մինչև օրենսդրորեն դա կձևակերպեք։ Խորհրդարանական կառավարման երկիր են, դուք վերահսկող գործառույթ ունեք նաև գործադիրի նկատմամբ ու գործադիրի անդամները, այդպես ես պիտի երկրորդեմ, աստղաբաշխական թվերով պարգևատրումներ են ստանում, որտեղ 7-8 միլիոն, 6 միլիոնը դրանք իսկապես ահռելի գումար են մեր տիպի աղքատություն ունեցող երկրի համար։ Հիմա դուք չպիտի հաշվետվություն պահանջեք կառավարությունից, այդ միլիոնները ինչի համար եք ստացել։ Եթե խաղաղության համար են ստանում, եթե համարում են, որ խաղաղությունը Խաղաղության համար չենք ստանում, ստանում ենք աշխատավարձ մեր արած աշխատանքի համար։ Դուք ասում եք խաղաղություն, ես ուրախ եմ, որ դուք որպես խաղաղությունը, որպես ամենալավ ձեռքբերում այնուամենայնիվ արձանագրում եք, դա ինձ ուրախացնում է։ Բայց դա մարդկանց աշխատավարձն է, ինչ է այդպես չի, մի վիճեք հետս։ Դա մարդկանց աշխատավարձ։ Եթե խաղաղության համար պարգևատրվում եք, ուրեմն կորուստների համար պիտի ձեր գրպանից վճարեք բյուջե։ Մենք այ ձեր խնդիրը կանում է նրանում, որ դուք կորուստը ենթադրում եք, որ կարելի է փողով հաշվել։ Փողով կորուստը չեք հաշվի։ Դուք իհարկե արի չբանավիճենք, հարգելի լրագրող, արի չբանավիճենք, բայց պետք չի, դա լեզվամտածելակերպ է, այսինքն կորուստները մտածում ես պահում անենք 44 օրյա պատերազմի համար, այս ի՞նչ տրամաբան, այս ի՞նչ ես ասում։ Ինչ համար եք դուք պարգևատրվել։ Հարգելիս, մենք չենք պարգևատրել, 4-րդ անգամ եմ ասում, հատուկ քո համար, բայց վերջին անգամ։ Նախարարներն էլ չեն պարգևատրվել, այդ միլիոնները ուղղակի սենց միֆ են։ 4-րդ անգամ եմ ասում, հատուկ քո համար եւ մեր հեռուստադիտողների համար։ Նախարարների աշխատավարձն է։ Ուզում ես եւս մի քանի պաշտոնյայի անուն դուր։ 4-րդ անգամ կրկնում եմ, դա այդ մարդկանց աշխատավարձն է։
Ուրեմն 5-րդ, ես 5 թիվը շատ եմ սիրում, 5-րդ անգամ դա այդ մարդկանց աշխատավարձն է, որի մի մասը Պարգևավճար է։ անունը տենց է դրված, դա այդ մարդկանց աշխատավարձն է, որը տարվա վերջում հավաքվել է եւ տրվել է, ասեմ ավելին, էլի է տրվելու, այլ համամասնությամբ գուցե էլի է տրվելու, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Մի հատ էլ ասեմ, դա այդ մարդկանց ոչ ստացել են իրենց հասանելիքի այն նախատեսվածի մի մասը, 8-րդ անգամ, դա այդ մարդկանց աշխատավարձն է, իրար հետ, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ 10-րդ անգամ հասկանալի է, դա ոնց որ ոչ ֆորմալ բարձրացում է։ Որովհետև այո, դա ոչ ֆորմալ բարձրացում է, որովհետև իրավական ձևակերպման առումով դեռ լուծումը չենք գտել։ Իհարկե նման մենք քաղաքականության մեջ նորեկ չենք, հա։ Մենք գիտենք, հասկանում ենք, չէ, որ նման հարցադրումներ կարող են լինեն, բացատրելու կարիք կարող լինել եւ նրա համար շատ ավելի հեշտ է տեխնիկապես այնպես անել, ոնց որ խոսեցինք, հա, աշխատավարձի բանով անել, հա։ Դրույքաչափը։ Հա, ինչ որ ձևով է, բայց տեխնիկական պատճառներից ելնելով, նաև վարչապետը ասաց, որ միջանկյալ լուծում է ընտրվել նման բան։ Եւ վերջին 10-րդ անգամ ասում ես թեման փակում են։ Դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Այլ հարց է։ Չէ, լավ, մենք արի քաղաքական գործիչը եւ մեր այսօրվա դաշտի լրագրողը բարոյականությունից չխոսում։ Պարոն Սիմոնյան, Այդպես, որ կարծում ճիշտ չի։ Երբ որ մենք հիմա դուրս գանք, պարոն Սիմոնյան, լիքը մարդ նոր տարի դոմիկներում է դիմավորել։ Լիքը մարդ դիմավորել է անլույս։ Լիքը մարդ, ավանդական տոհմաների, առանց խոզի բդի եւ նաև լիքը մարդ Դուբայներում է դիմավորել, Եգիպտոսներում է դիմավորել, տարբեր երկրներում է դիմավորել, հյուրանոցներում լեփ-լեցուն, Հայաստանի Հանրապետության տարբեր ռեստորաններում է դիմավորել։ Այդպես բաներ, այդ դեմագոգիա է։ Դուք ձեր խոսքերը չեք կատարել։ Լսեք, ոչ թոշակների բարձրացման չափն է ձեր ասացին համապատասխան։ Ոչ աղքատության կրճատումը, ոչ մի բան։ Հարգելիս, ես իմ խոստումը չեմ կատարել, կգնաս, կընտրես Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին կամ ում որ կնախընտրես կամ չգիտեմ, ելով կա այնտեղ, ում որ իր խոստումները կատարել է, հա, պայմանավորված։ Պարոն Սիմոնյան, ես մի հարց էլի, դուք ես ճիշտ Ում ես հասկացա։ ընտրում, որ միշտ այդպես ես Ռոբերտ Եթե Քոչարյանին, անկեղծ չեմ հասցնում որևէ ընտրության մասնակցել, որովհետև Այ վատ ես անում, այդ 20 րոպեն չես կարողանում գտնես գնաս ընտրում, պետք է ընտրությունների մասնակցես, այդ մի ձայնը կարող է դաշնակցությանը պետքական լինի կամ Ռոբերտ Քոչարյանի։ Պարոն Սիմոնյան, ես ուղղակի կուզեի դուք բարձաբանեք, Էլ այդ հարցին չենք Չէ, վերաբերում։ ուղղակի հասկանամ։ Արդեն 10 անգամ նույն만 ասեցի, չէ։ Դուք Այլ ասում եք, հարցեր որ կան։ հա, կա։ Որ ասում եք պետական ապարատից կգնան կգնան մասնավոր։ Օրինակ դուք կամ Նիկոլ Փաշինյանը, որ բարձր պարգևավճար կամ այդ աշխատավարձը չստանան, մասնավորում որտեղ կարող եք բարձր բազմամիլիոնանոց աշխատանք գտնեք։ Ձեզ ով է առաջարկում նման աշխատանք։ Նարեկ ջան, ես դա չեմ քննարկում, ես քաղաքական գործիչ եմ, պետական այր եմ, ես այս բաների մասին չեմ մտածում, բայց կարծում եմ վատ ռեզյումե չունեմ։ Առնվազն ձեր լրատվամիջոցում կամ որևիցե այլ լրատվամիջոցում բավականին լավ լրագրող կարող եմ աշխատել։